Էլի բռնվեցին։ Կալուգացի օլիգարխի համար ընտրակաշառք բաժանող հերթական ձևիցն է ձերբակալվել։ Մեր ձևով կազմակերպության ղեկավարը, այն Ռուսաստանի անձնագրով Ալյոշան, ով փորձում էր իրան ճղելով հայրենասեր ձևանալ։ Վերջինս ապօրինի ծագման միլիոնավոր դոլարները փորձել է օրինականացնել ու որպես ընտրակաշառք բաժանել քաղաքացիներին։ Շուրջ 1400 քաղաքացու ձևականորեն գրանցել է որպես մեր ձևովի աշխատակից, ինչի դիմաց այդ մարդիկ ընդհանրապես գործ պետք է չանեին, պետք է ստանային աշխատավարձ ու մասնակցեին կալուգացի օլիգարխի համար կազմակերպվող հավաքներին ու երթերին ու վերջում բնականաբար քվեարկեին կալուգացի օլիգարխի օգտին։ Այս գործերի շրջանակում շուրջ 500 անձ է արդեն իսկ հարցաքննվել։ Սիրելի ժողովուրդ, սա այն է, ինչի մասին տևական ժամանակ ասում ու խոսում ենք։ Ընտրակաշառք տվող ու վերցնող ցանկացած անձ օրենքի առաջ խստագույնս պատասխան է տալու ու դատվելու է։ Եվ այսպես հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց, որ ձերբակալվել է ընտրակաշառք վերցրած անձը, ով եկել էր Ռուսաստանից։ Հիշեցնեմ, որ ընտրակաշառք վերցնելը սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկմամբ։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ մեկը վերցել է 100,000 դրամ ընտրակաշառք, բռնվել է եւ ասենք դատվում է 5 տարվա ազատազրկմամբ։ Սա լինում է օրը 50 դրամ։ Լավ, օրը 50 դրամով կարելի է վաճառել սեփական կյանքը։ Օրը 50 դրամով կարելի է վաճառել սեփական կյանքի ժամանակը։ Օրը 50 դրամի համար կարելի է գնալ մեկուսարան եւ զրկվել սեփական ընտանիքի հարազատների, սեփական ազատությունը վայելելու հնարավորությունից։ Դեռ մի կողմ, որ օրը 50 դրամով ոչ մի կերպ չի կարելի վաճառել սեփական պետության ապագան, սեփական ձայնը, բայց օրը 50 դրամով ո՞նց կարելի է վաճառել սեփական կյանքի ժամանակը, թանկագին, անվերադարձ։ Սիրելի հայրենակիցներ, մի վերցրեք ընտրակաշառք, հավատարիմ եղեք ինքներդ ձեզ եւ ձեր կյանքին, ձեր թանկագին կյանքը երբեք մի տվեք ընտրակաշառատու սրիկաներին, որոնք որ թքած ունեն բոլորի վրա։ Գնացեք ընտրության եւ տեր կանգնեք խաղաղությանը, իսկ բոլոր ընտրակաշառք տվողները եւ վերցնողները պատժվելու են եւ իրենց թանկագին կյանքի ժամանակը վաճառելու են 50 դրամով, 20 դրամով, 30 դրամով, 10 դրամով եւ այսպես շարունակ։